բայց մի հատ $19 գործիքը ոնց կարող է մարդու կյանքը փոխել այն։ Ապա որը։ Այս առավոտ սուրճը որ խմում եք, դուք չեք պատկերացնի, քանի անգամ բարձրացել է այդ սուրճի որակը, ոնց են վայելում արդեն այդ փոքրիկ գործիքով մի հատ որ կաթը բան անում, էլի։ Խփում է այդ փրագմփիկը։ Դատում ես, այսքան տարիներ ես ոնց դա չգիտեի այն մարդ, այդ շատ մեծ տարբերություն է անում։ Շատ մեծ։ Ես էլ որ կաթ սիրում եմ այդ բանը, փրփուրը բանը։ Ու իդեպ բան այս կաթ որ մենք կարողանում ենք հիմա մեծահասակներս խմել, դա ուղղակի ապացույցն է Դարվինի բանին էլի տեսությանը, էվոլյուցիային, որովհետև պարզվում է որ մեզ սարքել է, չգիտեմ, Աստված բնությունը, ով ինչ է պատկերացնում, 3 թե 4 տարեկան հետո այդ գեղձերը, որը կարողանում են կաթը օրգանիզմին բանանել, հա, մարսել այդ բան տրոհել եւ այլն, վերանում են, որտեվ մարդկությունը էլ է տարիքից հետո ոչ մեկը կաթ չի խմում, որտեղից կաթ։ Բայց երբ որ սկսվեց մարդիկ անասնապահությամբ զբաղվել եւ առաջին այդ այծերը առաջին այծն են բան արել ընտանի կենդանի, սկսեցին քիչ-քիչ կաթը խմել ու էվոլյուցիա տեղ ունեցավ ու մարդը սկսեց նորից այդ հետ բերել այդ գեղձերը, այդ հնարավորությունը, որ կաթը կարողանա մարսել։ Մինչև հիմա մարդիկ կա, որ չեն կարողանում, եթե նկատած կլինեք կաթը շատ տարածված երևույթ է այնտեղ, շատ։ Հա, այդ էվոլյուցիան չեն անցել, բայց մարդը ամեն ինչի հետ հարմարվող ու բան է, էլի։ Ասում ես տունդ ամեն օր կաթ կա։ Եվ պանիրն էլ, առաջի պանիրը հենց այծի կաթից են, որքան էլ բան հնչի, այո, այծի կաթից է պատրաստված, հա։ Բայց գիտես ինչ, այդ մարդկային քաղաքակրթությունը բանը, որ նայում ես, այդ անապատների մեջ, բան, այդ որտեղ էին արածում այդ կենդանիները, ինչ էին ուտում ընդհանրապես։ Դե խոմ աշխարհը մենակ անապատ չի, ես հիմա չգիտեմ անգամ Սուրբ Ծննդյան տոներին Հիսուս Քրիստոսի կյանքն են ցույց տալի, բան, որ արածացնում հովիվը, այդ անապատների մեջ այդ քարները ինչ էր կատարում։ Հիմա բաներ կան, ընկերություններ կան, որ վարձով այծ են տալիս։ Այն տեղամասերում օրինակ մի հատ անցյալ օրը կարդում էի, Գերեզմանոց, հա, որ այն ահավոր այդ խոտարով բան ա եղել, էլի, եւ այդտեղ գերան դիվան չի աղշատում, խառը տեղ է։ Այդ այծերին փերփող են տալիս, այծերը սաղ ուտում են լրիվ։ Ինչ կա չկա։ Ես ես վերջերս նայում էի ուրեմն Ղազախստանը, դե գիտեք այդ Արալյան ծովը բան որ ցամաքեց, բան արեց եւ այլն էկոլոգիական մի հատ հայտարարակ վիճակի մեջ է հայտնվել, ինչ ասես փորձեցին, այդ տնկում էին ծառեր արհեստական Չինաստանից 10 քանի հազար հատ տնկիներ էին բերել, բան մի խոսքով ոչ մի բան չէր կպնում, անապատացումը ավելի էր արագանում, մի հատ հայտարարակ վիճակ, այս վերջերս կանչեցին հոլանդացի եւ հրյա մասնագետներին ու նայել են ուսումնասիրել են ամբողջ տեղանք, ասել են դուք թարս էվոլյուցիա եք անում, բա ինչ պիտի անենք, ասում են մինչև ծառեր բաները տնկելը, դուք պետք է ստես բեզոններ պիտի այդ վայրի գոմեշներ բաներ, դրանց պիտի բաց թողեք բան, ասում դրանց ինչի համար, ասում դրանք մինչև իրենց այդ հոտերով մեծ քանակությամբ, հա, խմբերով չքայլեն եւ չտրորեն այս հողը, այդ սերմերը, տնկիները եւ այլն չի մտնելու։ Երկրորդը անձրևները արհեստական որ դուք անում եք, այստեղ հողը այնքան պրես արած է, որով ոչ ոք չի քայլել, ծանրակարճ կենդանի, որ ջուրը պարզապես մնում է մակերևույթին եւ գոլոշիանում է, չի մտնում հողի մեջ, հա, ներծծվում, հա, հողի մեջ։ Աստված իմ, ինչ ամեն ինչ մտածված է։ Հիմա վերել են բաց են թողել, էլի Չինաստանից են գնել 50 քանի հազար գլուխ այս բիզոններին վայրի գոմեշներ, ցուլեր, մուլեր եւ այլն բան, եւ ասում են որ ըստ այդ մելորացիան բան հողի նայում են, բարձվում է հսկայական առաջընթաց է գրացվել եւ հիմա արդեն թփեր են աճում այնտեղ, մյուսը, ահա թե շղթայական ինչ գործոն է բնությունը, էլի շատ փող կապակցված է ամեն ինչը, ոչ մի բան հենց այնպես չէ, ոչ մի բան։ Մենակ մարդն է, որ այդ շղթան ուզում է քանդել, իսկապես հետարքիր է, չէ, մարդու տեսակը էլի։ Ի վերջո կենդանի ենք, չէ, մենք ախր մի մոռացեք դա, խնդրում եմ մի մոռացեք, շատ կարևոր փաստարկ է դա, որ մենք նախ կենդանի ենք, հետո մարդ, էլի, ոչ թե որ մարդ ենք, բայց կենդանական ծագում ունենք, լրիվ մեր ռեֆլեքսները, մեր ամեն օրգանիզմին նայեք մեր, այ մարդ, դա կատարյալ կենդանի մի հատ,
Այո։ Դե լավ, երիտասարդության օրն է, ասում ես, ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին։ Դու ինչ խորհուրդ կտաս օրինակ։ Ես այսօր հենց այդ եթերից եմ գալի, update վերլուծականում հենց այս թեմայից խոսեցինք երիտասարդության։ Դե այսպեսի մի պատգամ կար, ասում եմ, սովորաբար ասում եմ վաղվա օրն է, չէ, երիտասարդությունը։ Ես իսկապես ցանկանում եմ երիտասարդությանը, որ այս մեր իրականությունը որ կա, ժամանակի երիտասարդները ժամանակի, հա, այսինքն մեր ծնողները, մեր բաները, այնքան բաստողումներ են արել, հա, բաստողումներ են արել իրանց երիտասարդության ժամանակ, որ այդ բեռը փոխանցել են մեր սերնդին, մենք էլ, որ մենք էլ այդ բեռը, ոնց որ ասած, մենք լուծենք այդ խնդիրները, նոր սերնդին չփոխանցենք, որ այն մի երիտասարդություններն էլ չկրեն են զրկանքները, այն կորուստները, որ մեզ էլ բաժին հասավ։ Նկատի ունեմ հասկանում եք Եռաբլուրը, Արցախը, մնացած ամբողջ պատմությունը։ Բայց լավ, ինչու էր այդպես օրինակ, ինչու էր այդ երիտասարդությունը թույլ տվեց որ այդպես լինի։ Որտեղ կարծում եմ կեղծ արժե համակարգի զոհը մենք դարձանք, մենք կեղծ արժեքների զոհը դարձանք եւ սա այն պատիժներ, որ մենք կրեցինք մեր մտավորականության մեր սխալի համար։ Այո։ Դրա համար ես մի շատ པարզ պատգամ ունեմ երիտասարդներին, ես չգիտեմ ունենք երիտասարդ ռադիո լսող թե չունենք, բայց կարևոր չի։ Իմ պատգամը հետևյալն է՝ մի լսեք ոչ մեկին, ոչ կառավարությանը, ոչ ծնողներին, ոչ դպրոցում ինչ որ ասում են, ոչ փիլիսոփաները մեծ ինչ են ասում մեծ անուններով, մի լսեք ոչ մեկին, այսինքն կարդացեք, լսեք այդ ամեն ինչը, բայց արեք ինչ որ դուք եք կարծում։ Այո, դուք եք, Տերը ձեր բանն է։ Դպրոցում մեծ տասխիկը Ինչքան է հայրենասիրության դասեր էր տալի։ Ինչքան է սիրում հայրենիքը ցույց տու։ Սենց էինք անում էշի պես։ Չէ, ինչքան ամպի չափ, հիմարություն, վարակույրի փող հավաքում, մատանի փող էր հավաքում, մարտի 8-ի մատաղի փող էր հավաքում, հայրենիքը ինչքան սիրում ամպի չափ, կեղտեր։ Այդ գիտես որ շարքից ծայր որ երեխան ասում է լա պասպորտը ցույց տու կերոն։ Մոտավորապես այտենց։ Այսինքն պիտի օրինակով հայրենասիրությունը ցույց տաս։ Եթե դու երեխայի մեջ սեր ես ուզում արտնասնել ի հայրենիք, բայց դու կոռուպցիոներ կեղտ ես, ոչ ավել, ոչ պակաս, իմաստը որն է։ Պիտի բացատրել ինչա նշանակում սեր հայրենիքի նկատմամբ, որտեղ ասում անցնում ենք, ոչ ոք չի ուզում խորանալ, դա ինչա նշանակում։ Սարը սիրես, քարը սիրես, լեզու սիրես, որը սիրես, ինչա սա նշանակում, էլի, որ հասկանա երեխան, այ ինչքան է սիրում, այսքան է, բայ, այն մեկը մի քիչ ավելի ցույց տալիս, էլի ավելի լավ ուրեմն։ Վաղարշյան փողոց է այսօր գնացել, կամ թեկուզ հարցներ, էլի, ասենք, լավ, այդքան է սիրում, բայց ինչու է սիրում։ Այդ է բոլորը կապ կընկնեն, որտեղ իրանք էլ չգիտեն։ Այսօր Վաղարշյան փողոց է գնացել, այս Դավիթ Հաշենի կամուրջն էլ գիտեք, հիմա շատ ծանրաբեռնված է Կիևյան կամուրջի պատկերներու կապակցությամբ, ասա։ Ոսկե կտրում եմ, աչքդ լույս, վաղը չէ միսօրը բացում են, հա, վաղը չէ միսօրը բացում են, բոլոր երևանցիների աչքը լույս որոշակի թեթևացում է դիտում։ Մանավանդ բանում Չերեմուշկայում աչափնյակում ապրողներ։ Դե ինչի կոմիտաս ապրողներն են քիչ քաշված։ Հիմա պատկերացրա Օրբելից ցանկանում են գան այս կողմ ամբողջ Դավթաշենով ու Պրոշյանով պիտի պատտվեն որ գան։ Ինչև է, այս Վաղարչյան եմ գնացել գործեր կար, իդեպ չգիտեմ հենց այդ կողմն է միշտ այդ մեքենան աչքիս ընկնում, էլի էի տեսել, այն հին բաներից է, սև գույնի 06-երից է սովետական, հետևի ապակուն նժդեհի բանն է, լոգոն է կպցրած նժդեհն է, հա, ուրվագծած գրած է կարթան նժդեհ փրկի կյանքեր։ Okay։ Ամար անենցա քշում, խախտելով, գծելով, բաների դեմը կտրելով եւ այլն բան։ Դե ոչ այնա ինչ որ ես ազդանշան տամ իրան հավասարվեմ, ոչ մաս ցած եկա մեքենայով հավասարվեցի, ասում մի հատ տեսնեմ էլի։ Մի հատ ինձ թվաց ասենք պոտենցիալ զորավար Անդրանիկի կամ Նժդեհի կերպար մեջ է պիտի նստած լինի, թե պետք տես բաներ չեր անի, եթե կերպ։ Արա որ չհավասարվեցի, չտեսա այն ամենայն ապերոները որ կային, որ ասենց չոլկա է բան, ասենց սև գույնի լակիրովնի բանը, վառատնիկով բանով, պապիրոսով, թզբեխա աստե կախած խաչով, ապակիից բան։ Ինչ ասեմ ես էլ։ Ուզում ես նժդեհ կարդա, ուզում ես Անդրանիկ կարդա, ուզում ես Մոնթե ծնի, չես փոխվի եղբայր երիտասարդության օրն ամանավանդ այսօր։ Դրա համար մենակ կպցնելով չի, դու այդ արժե համակարգը պիտի կրես քո մեջ։ Պիտի երկրորդն պիտի տեսնեն այդ օրինակներին, չէ՞։ Ում ցանկանում այսօր երիտասարդությունը նմանվի, պիտի PR-վի, պրոպագանդվի, ազգային ժողովին նմանվեն, հոգևոր դասի խաչակնքվող սատանաներին նմանվեն։
այս օլիգարխիկ մեծապատիվ մուրասկաններին նմանվեն, սերիալի հերոսներին նմանվեն, ում նմանվի այսօր 15 տարեկան երեխեք մտածում, պապա, ում նմանվեմ։ Նո երն էլ մի նմանվելու բան չի, բայց դա ուրիշ պատմություն արդեն։ Ախր մեզ ամեն իմաստով խաբեցին։ Ամենավատը գիտեք որն էր, որ խեղաթյուրեցին պատմությունը։ Մեզ իրական ես նկատի ունեմ սովետական տարիներին մեծացած դպրոց գնացած երեխաներին։ Ոչ մի պատմություն մեզ բան չէր, իրականություն չէր։ Ամեն ինչը մատուցում են այնպես, որ ինչպես իրենք հարմար էին կարծում, որ մենք պիտի իմանանք, հասկանում եք։ Եվ ուզես թե չուզես, հետո կարդում ենք, ինչ ենք կարդում, Սամվել Պարտադիր, Ռաֆու Սամվելը, եւ պիտի գրես կերպարի մասին Սամվելի եւ պիտի գովես, ասես որ էսա, մեզ մտածելու տեղ չէին թողնում։ Եվ դա սովետական միությունը շատ ծրագրավորված էր անում, որտեվ մտածեցիր մի բան, վաղը երկու բան, երրորդ բան, արդեն կփախնես ձեռքից հետ։ Դրա համար մեզ հատուկ պահել են կովերին, բաներին ոնց են պահում, որ վիզը չի կարող ամշա։ Մենակ ուտում է, կներեք, ու բան անում է, ուտելիքը վերածում է բանի թմրանյութ չէր, ինչ էր, պարարտանյութ։ Պես մի բան, դե մի թմրանյութ էլ է դա էլի։ Եվ հետո այդ արդեն այնքան դժվար է հետ բերելը։ Մենք բանավոր խոսք էլ չունեինք, որտեղ ամեն ինչ գրավոր էր, պետք է ստուգվեր, այդ գրավորը պետք է նայեն ինչա հետո կարդայր, բանավոր խոսելը ով թույլ կտար քեզ, բա որ մի բան ասեիր, որ չէր համապատասխանում այդ ամեն ինչը։ Սամվելի կերպարի քարոզումը սովետական ժամանակներում այդ Պավլիկ Մարոզովի կերպարի որպես ամրացումն էր, հանուն գաղափարի, հորըտել ուրացի, մորըտել ուրացի եւ այլն, բայց ահավոր է, էլի, հետո դաժան է, էլի այն սուրը, որ սպանեց Դավաճան հուրը, սպաննայ ուրացող մորը, այս երեխան ինչին է պետք էս ամեն ինչը, էլի, ինչին է պետք, եւ դու պիտի գովաս, այսինքն գնա վաղը սպանի, եթե հերը Դավաճանել է, մերը Դավաճանել է, թուրնար սպանի, դրանից հստակ մեսիջ էլ ոնց ուղարկեն, չէ՞։ Շատ հստակ է։ Չգիտես ինչու մարդիկ չեն ուզում դա տեսնել, Եվ այդպես էլ ուզում են որ դու մեծանար, երեխան հոր վրա բաներ գրում, դառնոց էր գրում։ Պավլիկ Մարոզովի կերպարի մասին այստեղ ես առանձնացրեցի, ուրեմն ովքեր չգիտեն այդ Պավլիկ Մարոզովը, ուրեմն 1930 թվականին խորհրդային քարոզչության մեջ նա ներկայացվում էր որպես հերոս տղա, ով իր սեփական հորը իշխանությունների մատնագիր էր գրել, մատնել էր, ասելով որ ինքը նախաձեռնությամբ է անում, բիզնես է անում, էս է անում, այն անում, իսկ այդ սովետի վաղ այդ բաներ, չէ, արգելված բաներ, դրա համար նրան ձերբակալում են, հետագայում գնդակահարում են։ Նրա կերպարը խորհրդային շրջանում օգտագործվում էր ազնիվ երեխաների եւ պետությանը հավատարմություն ցուցաբերած բացառիկ երիտասարդի կերպար։ Սակայն կարևոր է որ այս պատմության իսկությունը եւ բաններ, չէ, Միկոյանն էր կարդում։ Հենց այդ դե ասե YouTube-ում կա այդ հատվածը, որ ինքը ելույթ է ունենում բարձր ամբիոնից ու ասում է այսպես պետք է լինեն մեր երեխաները, ծնող ասում է թե ծնողների մոտ տեսնում եք, մի խոսքով դավաճանեք ձեր ծնողներին հանուն երկրի, հանուն ոչ թե երկրի, այդ երկիր էլ չի, մեր գաղափարախոսության։ Այնքան էլ բանախոսում։ Տեսես այդ հատվածը միայն պատկերացրեք, որ նման ինչ թվում է գտնես, ես երեք բանարեք ես։ Չէ, հիմա չէ, էտի Пионер Щеглов Коля. 30 թվի բանա։ 3-го года рождения. Ну, советский семья, вот Села Поребушки. В августе этого года сообщил официальным путем через почту начальнику районного отдела НКВД о том, что его родной отец Щеглов Иван Николаевич занимается расчищением совхоза строительных материалов. Был арестован и был найдено большое количество материалов дома у этого Щеглова. Пионер Коля Щеглов, который знает, что такое советский власть для него, для всего народа, увидав, что родной отец, он ему теперь не родной, этот отец ворует социалистическую собственность, он сказал НКВД, чтобы отца уничтожить как врага народа. Вот какие люди у нас, товарищи, есть. Вот какие пионеры у нас есть. Вот где наша сила и мощь. Народе! Պատկերացնում եք, հեսա հատվածներ ընկերներ, ովքեր ռուսերեն չհասկացան, մեծ հաշվով այներ ինչ ասում էինք, որ հայրը նախաձեռնություն է անում գործնական, այնտեղ որ արգելված էր ԽՍՀՄ տարիներին, դեպ սա արշալույսն է, այնց չի որ տասնամյակներով արդեն ձևավորված է, 30 թվի մասն է խոսքը, միանգամից մատնագիր է գրել, հորը գնդակահարել են եւ ասում է, այսպիսի պիոներները պիտի ապագան են, էլի, երիտասարդության օրն է այսօր իդեպ։ Եվ ինչ բան են գտել, չէ, վրագ նարոդը, ժողովրդի թշնամի։
Այդ որ մեկի համասին ասում էին, վերջացավ այդ մարդը արդեն գնաց արդեն։ Հիմա էլ ինոագենտն է, հավասարեցնում են այդ կարգավիճակին։ Ինոագենտ շատ բացաբար հնչող։ Okay, բարեկամներ, okay, լավ, ինչ ունենք մեր օրակարգում Թրամփի պատմությունը լսեցիք։ Այն թրակով որ գնաց, մանով ուտելիքի վտանգ էին տեսնում, հա, ինչ որ վտանգ պիտի։ Ուրեմն ասեմ պատմություն, ես մի տարբեր բաներից աղբյուրներից օգտվեցի, հիմա ռեզումեն անեմ, էլի։ Ուրեմն Թուրքիայից որ պիտի Air Force One-ով գա հետ տուն վերադառնա, այս իր ապահովության այդ աշխատակիցները գալիս ասում են, որ բան ենք ստացել, որ ասես թե այո, հարցակում նախապատրաստում Air Force One-ի վրա, ինքնաթիռի վրա իրենց։ Ուրեմն եւ ինչ են անում, այս մեր պարոն Թրամփը նստում է իր ամբողջ անտուրաժով, ինքը այնտեղ անտուրաժով է գնում, չէ, օգնականներ, թղթակիցներ եւ այլն եւ այլն։ Նստում է այդ իր բանը, Air Force One-ը, հետո գախնի որ ոչ ոք չգիտի, կողքի դռնից այդ բանը մոտենում է, այն ուտելիք որ կոնտեյներներ կան, ուտելիք են մատակարարում ինքնաթիռների, տեսած կլինեք արյումինից այս բաներ են, հա։ Այդ գալիս է իբր թե ուտելիք է բերում, իրան մտցնում են դրա մեջ, հա։ Ու տանում են մի հատ ռազմական ինքնաթիռ, որ ոչ ոք չիմանա, ու այդ ինքնաթիռով է ինքը վերադառնում։ Ամենահավուրը որն է, որ այս Air Force One-ը, որը վտանգի տակ էր ըստ գաղտնի ծառայության, առանց իրա, բայց այդ իր օգնականներով ու թղթակիցներով թռչում է դեպի Վաշինգտոն։ Այսինքն, հիմա տեսեք ինչ է ստացվում։ Դա սա մի ահավոր բան է։ Եթե դուք կասկածում եք, որ այս արտիրը խտնվելու է, ու դուք հանում եք մեջից բան մնացածը։ Դու լինելով երկրի ղեկավար, գլխավոր հրամանատար, գերագույն գլխավոր հրամանատար, ուրեմն դու վտանգից մենակ փախչում ես, թողնելով ամբողջ քո խումբը այնտեղ, որ սրանից անբարոյական բան ես չեմ պատկերացնում։ Բայց այդպես չի, այդ ամեն ինչն էլ այդպես է, որ ստուգում են ամբողջ տարածքը, բան։ Նկատի ունեմ ամբողջ տարածքը, որ պատկերացրա գեներալ ես դու զորքը տանում ես պատերազմի, հա մեկ էլ վտանգ կա, քեզ փախցնում են, զորքդ մնում է այնտեղ կոտորվելու, բա որ խփեին այդ ինքնաթիռը, իսկապես խփեին, չէ։ Ուրեմն լուրջ բան կա, հա բան չունեմ ասելու, ինքնին անբարոյ է այդ ամեն ինչը, բայց մի բան անեին, ինչ ուզում են անեին, ոնց որ ասեն, խնդրեմ ձեր թիրախը խնդրեմ, խփեք ինչ ուզում եք արեք, մենք մեր մարդուն փախցրել ենք, այդտենց ոնց կլինի այն մարդ։ Դու չտրներ կամ դու ներկաներին ասեին վտանգ կա, կարող այդ մարդիկ չեն ուզում տրնել, ոնց տանես փուրը տաս այդ մարդկանց, այսինքն վտանգ կա հարվածի ինչ որ մի այնքան որ իրան դնում են այդ անտերի մեջ փախցնում են, ուրեմն լուրջ մի բան է, բայց դուք որպես ոչխարներ գնացեք, էլի կմեռնեք, կփոխենք, ինչ ա եղել, ասենց ոնց կարելի է, այս ինչ անբարոյականությունն է, այդ բանի պատմությունն է, որ ինքնաթիռի մեջ կապսուլա կա, որ ինքը պիտի փրկվի, դա էլ է անբարո մեջ, չկա տենց բան ասում, չկա տենց բան, սուտ ասում են, ես գիտեմ որ չկա, հավատում եմ, այսինքն չեմ կարող վստահ ասել, սա ֆունդամենտալ անբարոյականություն է, էլի շատ ֆունդամենտալ, դուք գնացեք մեռեք, ես նավի կապիտանն ես դու ախր, դու պիտի վերջինը լքես նավը, ոչ թե առաջինը։ Հա Թրամփը մի տեսակ տես բան չի անի, ներքին ձայնից ասում է վերջինը չի լքի ասա։ Ներքինն էլ, արտաքինն էլ, իհարկե բոլորն էլ ասում են որ չի անի, իհարկե չի անի։ Իսկ մեր գլխավոր դատախազը գնաց Սևանի ափ, գնաց Կապուտակ, Սևանի ափին, տեսավ թե ինչ շենքեր են քանդել, դատախազ որ ասում ես, ինչ ես կարող պատկերացնել, մեդալներով, սենց, չէ։ Հասվզով, սենց դիմե։ Հա, աչքերը արունը խեղտած աշկերով, չէ։ Ու ձենը անպայման սենց դերին։ Անբայիտ չի ջոգում, բա մեկ էլ մի անչուր ակնոցներով սիմպաթիշնիկին դատախազը։ Այստեղ է քանդել տումը, այստեղ է քմանարել, չի բռնում իրար, համաձայն։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ տիկին Նաննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի ուրեմն դատախազ, Գեղարքունիքի մարզի առանցին դատախազ ունի փաստորեն։ Մեր գլխավոր դատախազը Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ, հանձնարարականներ է տվել մի շարք։ Ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո ակտիվորեն վերսկսվելու են։ Վերոյշյալ հարցերից բացի
Սևանի ափամերձ տարածքում գտնվող ապօրինի կառուցված այդ գույքերի վերաբերյալ նոր հայցեր են ներկայացվելու։ Ապօրինի կառուցած շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքները հանրային բարիք են դառնալու։ Այդ թվում բացազատված, ոնց էր բառը բացազատված, այսինքն քանդած, մաքրած։ Հասկանում եմ, բայց հա բառակապակցությունը, հա, բացազատված։ Չէ, մի բառ է, բացազատված։ Չէ, բացվել եւ զատվել երկու բառի միացությունն է, էլի ուզում եմ ասել։ Բառակապակցությունը։ Բացազատված հանրային լողափեր են դառնալու հանրային եւ ապօրինի կառուցված շենք-շինությունների անպամոնտաժման արդյունքում բացազատված այլ տարածքներում դեռևս արկա ոչ հիմնարար շինարարներ, այսինքն վագոններ, տնակներ, երկաթյա կառույցներ եւ այլն հեռացվելու աշխատանքները ավարտական փուլ են մտնելու։ Մեծ քանակությամբ իդեպ շենք-շինություն է եղել, թիվն է այստեղ հրապարակված, բարեկամներ, ուրեմն մինչև 25-26 թվականների մինչև հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում Սևանալճի ափամերձ բացարձակ նեշից ցածր 68 հողամասում ապամոնտաժվել ու քանդվել է 201 շենք-շինություն, կատակման չի, եւ 2 մեծ պայմանագիր լուծարվել, դադարեցվել է։ Եվ էլի ցես մի բան, սա էլ ամենը չի, էլի է բաներ դուրս գալու, սա ամենը չի։ Ես անհամբեր սպասում եմ, երբ այդ եկեղեցականների այդ թալանված մալանվածը սենց հետ բերվելու է։ Եկեղեցականների թեման տեսար ես որ ազգային ժողովում, այնի ասպա կաթողիկոս նրանք են խփում սեղաններին, այնի ասպա կտրիչ Ներսիսյան նրանք են խփում, մանկաբարտեզ եք սարքի, մանկաբարտեզ։ Ոչինչ, պիտի լինի դա։ Ես ես կարող խուսափել։ Այդ չեն կարող, այդ secret service եք ասում, մի ձև վերջը այդ աղջկա թեման ասեն, հայա, չէա, ունի թե չունի։ Չգիտեմ, ախր այդ աղջիկը տեղ չի խնդիրը էլի, իրանք չգիտես ինչի անդադ այդ ուղությամբ են տանում, այսօր էլ այդ կինով էր վերկացավ ասում, դե նա խախտել է բան, այս կայմատ հասկացանք էլի, դա ապացուցել չգիտեմ, բայց այնտեղ ուրիշ բաներ կա, ահավոր բաներ կա, նայեք, միայն այն փաստը, որ երկու բաները մեր եպիսկոպոսը ինչ անունեն էլ չգիտեմ, երկու թևերից միասին չեք հիշում, բան կոնդակտ հրատարակեցին պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը։ Բայց դա ամենաառաջի խախտումն է, որտեղ եկեղեցին եւ պետությունը առանձնացված են։ Դրա համար դուք եկամտահարկ չեք վճարում, որ իրավունք չունեք խառնվելու երկրի գողերին քաղաք։ Երկուսդ էլ ստորագրությամբ թղթի վրա խառնում։ Սա արդեն բավական է։ Հիմա երեխա ունի, երեխա չունի, Իրանից է, կեսն է Իրանից, կեսը մորքուր, չգիտեմ, ինձ դա բոլորովին չի։ Իհարկե ունի, ով չգիտի որ ունի։ Ինչ կյանքով այն կա ապրում։ Չէ, բայց դա հիմքն է, դա մեխերի մեխն է։ Այսինքն եթե դա արդեն բարոյական պահ է, դա բարոյական մոմենտ է, էլի, հա։ Բայց այնտեղ ավելի ծանր բաներ կան։ Եվ գիտես, ես դες անկեղծ ասեմ, գնալով իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հենց Գարեգին բնա այդ բոլորի ղեկավարը։ Դու բոլորից ամենաուժեղն է ինքը։ Քոչարյանից էլ, Սերժից էլ, Լևոն Տեր-Պետրոսյանից էլ, բոլորը իր բանով են շարժվում։ Ինձ թվում է ինքը Մոսկվայից որպես հրահանգիչ է նշանակվել այս բոլորի վրա։ Այդ դրամատիկ վերջում բարձվի ամենաուժեղը ինքն է, էլի պատկերացրեք։ Դու չես հիշում, որ Լևոնը, բանը, Սարգսյանը հավաքվեցին, գնացին մոտը, մենք է զարմանում էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի է գնացել, որովհետև չի կարող չգնալ։ Կնքահայրը ֆիլմն է, էլի, կնքահայրը վերջացավ։ Նոր բանը, բան Ռոմնա։ Ես մեր կինո ռեժիսորներին, երիտասարդության օրվա արդիվ սցենարիստներին խորհուրդ եմ տալիս։ Մեր մաֆիայի մասին Կոպոլայից վերցրեք։ Գլխավոր հոգևորական ամենամեծ մաֆիոզն է երկրում։ Այդպես էլ կա, ես դրան կասկած չունեմ։ Ես օրինակ ասում եմ ռուսերեն հայ առաքելական եկեղեցին ոնց է կոչվում, ասում Արմյանսկը ապոստոլսկая церковь, ասում դրա հապավումը ոնց է, ասում ԱԱՑ։ Հիմա այս ԱԱՑ-ն նստած է, միայն մի փաստ վերցրեք, ուրիշ մի հատ էլ փաստ ասեմ, Պուտինը մինչև հիմա լսել եք երկու աղբորն էլ մեդալ տա։ Խնդրեմ, մեր կտրիչն ու իր եղբայրը Պուտինի ձեռքով մեդալ են ստացել։ Սա հերիք չի արդեն հասկանալու մարդը ինչ է կատարվում։ Դա սրան տվեցիր, այն էլ Ռուսաստանի աղբորը ինչ է ստալի, այսինքն հանկարծ
տեղներից այդ բան չանեք, էլի, ես ձեր մեջքին եմ կանգնած։ Հանգիստ Դրանից ավելի հստակ որ ասի ես ձեր մեջքին եմ կանգնած, ինչա մեդալ տալով, հանրային բանով, էլի, այն մնացածը տակից ինչա գնում, մենք չգիտենք, բայց մեդալը ամեն մարդու մեդալ տալիս է արդյոք Պուտինը, ոչ, իսկ ամեն երկու եղբոր հոգևորական տալիս է, ես տենց բան չեմ լսել, դա ֆանտաստիկայի շարքից է արդեն։ Ուրեմն, ահա թե ուր են տանում ճանապարհները։ Կերան ժողովրդին, կերան։ Վերադառնալով մեր ծփած Սևանին, այո, նենց անունները ինչ տներ են ունեցել, այդ որ գող ավազակ են խոսում։ Պաշտպանության նախկին նախարար Սերան Օհանյանի Սևանի առանձնատունը այդտեղ քառակուսիով բանով նշված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի կառուցած առանձնատունն է, քանդվածներն է։ Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրի Սևան քաղաքի հյուրանոցային քոթեջների մի մասը։ Կամավոր ՍՊ ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի ապօրինի կառուցած առանձնատունը։ Նկարիչների միության Գեղարքունիքի մարզաշարժա բնակավայրում գտնվող նկարիչ ստեղծագործական նկարչական տունը, դա էլ են կեղծ սարքել, հա չեմ հասկանում։ Նկարիչների միություն ու նկարիչների միություն, գրողների միության Սևան ստեղծագործական տան մակերեսով շինարարությունը, գրողների միության կից 918 քառակուսի մետր մակերեսով եւ 7763 քառակուսի մետր հողամասով։ Multigroup կոնցեռնը։ Սպասի, սրանք քանդվածներն են, որ քանդվածներն են, հա, սրանք քանդվածներն են։ Բայց հետարքիր է, գրողների միությանը, եթե պատկանում ինչու են քանդվել, ես չեմ ասում։ Գրողների միությունը օտարել է, այդ իր տարածքն է։ Երևի են որ լալալույ, օտարել են բան, այնտեղ մի հատ լավ տեղ է, մի հատ մակարդակով առանձնատուն սարքեմ, ասել է մի հատ ուժեղ մեկը, գրողների միությունն էլ է։ Գուցե։ Եվ բաներ շարունակական են լինելու արգելի բարեկամներ, այստեղ մեծ արդեն թիվ է հրապարակած հարյուրավոր բաներ ուլի ոստորին հասցեներ, առնվազն քանիսը քանդեցին, 68 հողամասի 201 շինություն բարեկամներ, 201 շինություն, օքեյ։ Այդ Պուճուր Սևանի ոնց են տեղավորում այդքան ամեն, չեմ հասկանում այման։ Իրոք Պուճուր, մի բուր, ուրեմն Դուբայից այսօր վերջի անգամ եկանք, դե ուրիշ ձև է, չէ՞ թռնում էլ Իրանի տարածքով չի, գալիս ենք հակառակ կողմով։ Ես երբեք ցերեկով Սևանը չէի տեսել։ Թռնում են կամ լուսադեմ է լինում Հայաստանից կամ վայրը չեն կատարում, գիշեր է լինում։ Դերենիկ այդ վերևից որ նայում ես, բառացիորեն մի բուր, մի հատ բան sense։ Ջրավազան է վերևից, հա, ներքևից էլի մեր Սևաննա սաղի ցավն է տանեն, բայց իրոք մանավանդ վերևից այդ անկանոն շինություններն ես նայում, այդ կողքի բաներն ես նայում, մանավանդ այս դեպի Քյավառի կողմը որ առաջ է եկել, ավելի sense կանաչ տարածքներ բաներ ջրի մեջ ինչ որ ճահճային sense վիճակներ է ստեղծված եւ այլն, ճանապարհն էլ մեջտեղն է ընկնում։ Այս երկու կողմից ջուր կա այնքան հետաքրքիր է դարձել։ Իրոք, փոխանակ պահպանենք, բան չէ, կողքը շենքեր սարքենք, փակենք պարիսպներով, մեր համար բան մարդ չգա, մարդ չտեսնի, ոնց կարելի է։ Բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, իհարկե վստահաբար չեմ կարող ասել, բայց որ սովետի ժամանակ այսքան հղպացած չէին, էլի։ Ինչ որ բաներից վախենում էին, ոսկված կոմիսիա էր գալիս, հա, բաներ Ստեղ լրի բեսպրիձել է, այն մարդ, լրի բեսպրիձել է։ Ով ինչ կարողացել, որ ծերից փախցրել է, էլի այն բանի նման։ Դե հիմա ժամանակն է հետ տալու, սիրելիներ, բայլեցիք բավականին։ Եկել է ժամանակը, տեսնենք ինչ կլինի։ Զելենսկի Փաշինյան հեռախոսազրույց տեղի ունեցավ րոպեներ առաջ, հարգելի բարեկամներ, րոպեներ առաջ, որովհետև թողարկումը սկսելուն պես չկար էս վերնագիրը նոր հրապարակեցին։ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ վերանշանակվելու առիթով, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության վերաբերող հարցերը, նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գլոբալ զարգացումների շուրջ։ Okay, Զելենսկին էր։ Մեդվեդևը ոնց ասեց, այդ Ուկրաինա հայկական սիրախաղը ասում է։ Իրանն էլ լավ պատասխանել երեք։ Գիտեք ինչ ասեց, Զելենսկին ինչ ասում։ Քանի դեռ
ասում է բանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, Հորմուզի նեղուցը չի բացվի, վերջացավ։ Բա ինչ անենք։ Ասում ուզում եք բացվի, հանեք ձեր նախագահին, փոխեք, կբացենք, չէ, չենք բացելու, ինչ ուզում եք արեք։ Բայց ինչ հետաքրքիր է այս պատերազմը, չէ։ Դուք պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական հնարավորությունները, կարողությունները, սկսած ինքնաթիռներից, ռումբերից, վերջացրած, չգիտեմ ինչերով, ու նստում է այտենց մեկը քարտեզին նայում, այ մարդ Իրանը ինչ ունի, այսքան ունի, ինչ ոնց կանենք, 2 օրում կարանք սաղ այդ վերացնենք եւ այլն, դե գնացինք։ Ոպ, խոպը քարին ա դեմ առնում, որտեղ մենակ զենքով չի պատերազմը հաղթելը, մենակ զենքով չի։ Այդ չեն հասկանում ես մարդ, ավելի շուտ չեն ուզում հասկանալ, որտեղ փորձես հասկանալ, կհասկանաս, թե ով են իրանցիները, ինչն է իրանց պահում կենթանի, ինչն է, ասում է այս Թրամփը, ասում է փողել չունենսկի իրանց զինվորներին վճարելու համար, ու ինքը չի հասկանում, որ այդ զինվորները առանց վճարի էլ կկրվեն, որտեղ իրանք հայրենիքն են պաշտպանում, այ մարդ, թշնամուց, եթե դու մի երկրի վրա ռումբ ես գցում, դու այդ երկրի թշնամին ես, վերջացավ։ Նույնը չի, ոնց որ Միացյալ Նահանգներում փողով են զինվորները, պարզ է, այլով կգնա առանց փողի։ Այս հասարակ բաները չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, արհամարում են, լա, ինչ է, տեսել ենք, ջարդենք, փշրենք, ու գալիս նստում են ջարդած աշտակից խոսում, էլի ավելի շատ ուժն է։ Ախր ուժի խոսելը ջանդամ, ուժի տեսանկյունից էլ մտածում են, դրա համար չեն կարողանում հասկանալ, զարմանում այ մարդ, գցում են այս մարդիկ դեռ կանգնած են, ոչ ինչն է իրանց ուժը, էլի։ Հա, ուրիշ է իրանց մոտիվացիան, ամեն ինչ իրանց ուրիշ է։ Բնակարային գողությունների աննախադեպ մի հատ բան է բացահայտվել, կարդում էի լրիվ ֆիլմի սցենար է, սյուժե է, ուրեմն պատկերացրեք, տանտիրուհու դստեր ընկերուհին կորցրած բանալին գտել է, ընկերու կորցրած բանալին, եւ 3 անգամ տնից գողություն է արել։ Այ քեզ աղջիկ, այ տուն տանես տահես, չէ՞, էլ աշխատել պետք չի։ Մի 5 հատ են ընկերուհի ունենաս։ Բերի կլցնի էլի բանտ։ Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել գիշերը։ Տանտիրուհին հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր տան դուռը ու պատուանը փակ լինելու պայմաններում մտել գողացել են դրամ։ Ներքին գործերի նախարարության խումբը եկել են։ Նախաձեռնված վարույթով, որ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որը անցած ամսվա վերջին գտել է իրենց կորցրած բանալին։ Առաջին օրերին 2 անգամ աղջիկը բանալիով գեղեցիկ բացել է դուռը, գողացել է մի քանի հազար դրամ։ Օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել է տուն, այս անգամ գողացել է 25000 դրամ, տանտիրուհին արդեն նկատել է իր կորուստը եւ հայտնել է ոստիկանություն։ Իսկ օգոստոսի 8-ին նա հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է Մի անգամից Խոստովանում է, բա։ Այ քեզ պատմություն։ Փաստորեն այս էլ ընկերության, համառոտ ընկերության մասին, բարեկամներ, հա։ Ընկերուհու բանալին գտել ես, փոխանակացես, վայ, լյանչիկ, գտել եմ Մազիչ ջան բանալին, չէ։ Լյանչիկ գտել եմ բանալիները ջանը։ Բայց պատկերացրու դեմքեր։ Մի քիչ զգուշ եղի, էլի տենց չի կարելի։ Հա, բայց չէ, ինքը չէ, գցե բռնել է մեջը։ Ներաշխարը դու մի հատ նայի ես աղջկա, ներաշխարը, որ գտել է, արդեն իր մոտ բանա, չէ, ծրագիրը կազմել է, չէ, ես չտամ, հան գիշերը բան կգնամ տունը չլինեն։ Ապագա ֆինանսների նախարար կլինի լավ։ Ինչ են անում, ես ինչ եք անում դուք։ 1 միլիարդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու համար օտարերկրացիներ են կալանավորվել, նայում ես նկարները փաթեթավորված, ես ինչ եք անում դուք, ես ինչ եք անում։ Նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարույթային ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական մի րոպե Ռաֆայել, ո՞նց գիտես որ լայնածավալ է։ Կարող է փոքրածավալ է եղել այս բանը։ Գնացել նայել է, քանի բանա մասնակցել, հա, քանի բանա։ Դեսի քննչական կոմիտեի էջում է, իրանք գովում են, իրանք են արել լայնածավալ։ Բանա էլի, հա, տավտալոգիա է էլի։ Նույն բանը ամենտեղ ասում։ Չէ՞ պիտի ասի բացահայտ, քննչական կոմիտեն բացահայտել։ Բարձր։ Պլյուս նրանց գրածը տնտեսական, հանցագործության, մաքսանենգության, քննության, գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության 3-րդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարույթային ապացուցողական գործողությունների արդյունքում
արարևույթ փաստական տվյալներ, արա դե սիրտ ունեցեք, էլի ներվ ունեցեք, էլի այն։ Էսի գիտեք ինչ է, սա դատարանի լեզուն է, որտեվ դատարանում բանում այսպես են խոսում, որտեվ ամեն բառը նշանակություն ունի հետո։ Բայց մեզ, որպես ընթերցողի, որ դուք տալիս եք, եղբայր, մենք դատարան չենք, պարզ ու հստակ, ոստիկանությունը, բանը հայտել է, հայտել է 26 կիլո ապիոն են գտել կարճ ասած, 3 կիլոգրամ մարիխուանա եւ Հայաստանի փաստորեն Հայաստան Հանրապետություն մտցնելուց այդ ներխուժելուց այդ բանը։ Ռաֆայել, ես քեզ sense կասեմ, ամեն անգամ որ ես տեսնում եմ տենց բռնել են, չէ, ասենք երկու տոպրակ բան, ես գիտեմ որ մի երկու հատն էլ անցել է, որ չեն կարողացել բռնել։ Այդն չի որ հոպ մի հատ բերեցին, բռնվեցին, հոպ մի հատ բերել։ Իհարկե, անցնում է գնում է մի քանիսից մեկին բռնում են, այսինքն մտնում է այդ անտերը երկիր։ Ամերիկայի նման ոստիկանություն ու բան ունեցողը չի կարողանում բան անել, էլի, կանխել այդ դրագների, թմրամիջոցների մուտքը Ամերիկա, բայց Հայաստանում պատկերացրել։ Դրագների կանխելը բառացիորեն մի 3-4 օրվա բան են պատմում, դե մեր տունը առաջին հարկը, մի քիչ բարձրոտ առաջին հարկը, այսինքն այս վերևից կարողանում ենք ներքևը նայել, փողոցի կողմից էլ մի քիչ sense ներս ընկած է։ Բաներ ա եղել գործից հետո, բան, ես նեղված պարկած եմ, բան, ասում եմ, չեմ կարում Հայաստանում, չի լինում, բան, հասարակության պրոբլեմ ունեմ, այսքան տարի դուրս եմ ապրել, բան, կինս, վայ, չէ, լավ կլինի, ես կլինի, այն կլինի, մենակ վատն ես նկատում, կանացի տեսանկյունից ինձ փորձում է ոնց որ բան անել։ Չէ, մենք այդքան բացական իրական ուղուց։ Բացական բաներն ես մենակ տեսնում, լավ կլինի, ես կլինի, այն կլինի։ Հենց այդ ասում եմ, որ այդքան ամեն ինչ ված չի, հասարակությունը այդքան բան չի, բան, այդ գիշերվա 3-ն է, մեկը sense մեր պատուհանների կողմից sense մի հատ լույսի պես բան է անցնում։ Ֆանարիկով ոնց որ sense լույս անցնի, մարդ չկա դուրսը, մութ արդեն փողոցի լույսերն անջատած կան։ Պատու sense մի հատ նայում եմ, երկու տղամարդ ֆանարիկներով, լուսա այդ ինչ լապտերիկներով, ասես բան են ման գալի, հենց մեր անձրևի այդ բանը որ գա, դրա հենց տակ։ Կարճ ասած թմրանյութ են ման գալի։ Ովքեր են բերել են մեր պատուանների տակ թմրանյութեր են դրել մեր ավտոտնակի ու ծառերի արանքն են խցկել, մանեկան, ֆոլգայով եսի միջեր գտան, թողեցին գնացին։ Ավելի ճիշտ ոչ թե թողեցին գնացին, այն կողմից էլ ինչ որ բաներ էին ման գալի, երևի չգտան, զանգեցին, չգիտեմ ում հարցեր բան, գիշերվա կեսին, բաց, առանց որևէ կաշկանդվելու, առանց որևէ բանի, նստեցին մեքենան, թողեցին գնացին։ Այս մարիխուանա որ ասում են, մեր պատուանների տակ է սպառվում։ Այս կողմից էլ տան նայում ես, այս տաղավարի կողմից էլ ցերեկը փայտերով խոտերի մեջ են բան ման գալիս, հիստերիկ բաներով, փայտերով sense Telegram-ով location-ներ են ուղարկում, ես չգիտեի, նորեկ ես, բայց չէի տեսել։ Location են ուղարկում Telegram-ով, որ չիմանաս ով է վաճառում ինչա բան, փողը իրանց ինչ որ բանի են փոխանցում կրիպտո արժույթով, վերջ։ Դե գնա դեդամ ինչ ես անելու։ Հայաստանյան բարքեր եմ ասում։ Հիմա մեզ մոտ գովազ բարեկամներ, ինչի հանգստանա թող Ռաֆայելը փոքր։ Հաստատ, եթե կստացվի իհարկե, ասենք շնորհակալություն մեր հրաշք գործընկերներին, որ մեզ հետ են, մեր կողքին են, այո, կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը, հեռու չգնաք։ Սելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Հոլաներ, բոնժորներ, հարգելի բարեկամներ, եկանք շարունակելու մեր զրույցը, եւս մեկ անգամ բարի օր, բարի լույս եւ բարի երեկո բոլորին, ովքեր միացել են մեզ, այսօր արդեն չորեքշաբթի աշխատանքային շաբաթակիսել ենք, վստահ քայլերով գնում ենք առաջ, այսօր երիտասարդության միջազգային օրն է, օգոստոսի 12-ը, եթե մեզ լսում են երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ, թեպետ 80 տարեկան երիտասարդներ կան, 25 տարեկան ծերունիներ կան, այնպես որ երիտասարդությունը դա հոգեվիճակ է եւ շնորհավորում ենք բոլոր երիտասարդներին, անկախ տարիքից։ Անկախ տարիքից։ Այո։ Այն բանը կայարանի ուրեմն Վիետնամասում մի քանի օր առաջ մի չարագործ հարձակվել էր մեր գեղեցիկ սերի ներկայացուցիչներից մեկի վրա, խլելով պայուսակը, նոթբուքը ու բռնության էր ենթարկել։ Ես զարմացա, որ այդ աղջիկը չէր կորցրել իրեն, նախ բավականին լուրջ դիմադրություն էր ցույց տվել չարագործը տղամարդուն, վնասել էր բան, ու այդ պահին էլ մտավ վիդեո էր անում, զարմացա անգամ էլի, որ հենց ոնց որ վարքյաններ անց այդ հարձակումից մտավ եթեր ու պատմում էր, որ քերծել են, տես վնասվածքներ կա եւ այլն, պայուսակը սախել է, դրամապանակը սախել է, նոթբուքը սախել է, մի խոսքով բան, ոստիկանները շատ արագ արձագանքեցին եւ գտան չարագործին եւ բերման են ենթարկել եւ ոնց կարող ես էլի երիտասարդ աղջկա վրա հարձակվել
բռնության ենթարկել ու պորտմանը գողանա, ինչ պիտի դու այդ ջոր նարկոման կամ չգիտեմ ինչ են էլի երևի հարբեցող որ կորցնում են իրանց adekvat պահվածքը ինչ պիտի բանը հիշեցի անցյալ օրը խոսում ենք այն երեխային որ գտել էին չէ փողոցում ասում է 5 րոպեից այդ բանը շտապօգնությունը դա շատ լավ բան է էլի Հայաստանի պայմանների համար անգամ միացյալն 5 րոպեն շատ արագ է առաջ տենց բան չկար կես ժամ 45 րոպե պիտի սպասեիր չնսեմացնելով ասենք որ Հալաբյանի վրա էր երևի էտել բամետեր շտապօգնության կենտրոնը հավանաբար հա չգիտեմ բայց բոլոր դեպքերում լավ է էլի ես հիշում եմ մի անգամ տղաս բաներ մի քանի ամսեկաներ դնում էի կողքս ստանում էի բեյբիսիթերի եւ այլն ուրեմն մի օր ծմեր էր դրեցի կողքս քնած այնք այդ բարուրի մեջ էլի հենց մեքենայի կողքը ինչ որ բան էի մոռացել ասի էլ երեխային հետս չտանեն վերև շատ արագ բարձանամ վերցնեմ իջնեմ ու այդ ընթացքում դուրը փակեցի մեկ էլ տեսա որ լաք եմ արել դուրը այսինքն երեխան մեջը մեքենան աշխատում է բանալի մեջը 2-4 դռները փակ ու ես ընդհանրապես շուտ պանիկայի մեջ չեմ ընկնում բայց չգիտեմ ինչու այդ պահին ընկա պանիկայի մեջ ուրեմն վերցրել եմ այնտեղ ձեռքից տակ փայտ էր ինչ էր ու այդ հետևի ապակին եմ ուզում ջարդել որը տեղից մտնեմ բան անեմ ձայնի վրա հարևան տղան իջավ հա Ես ինչ ես անում, գժվել ես ասում, ասում ինչ եմ գժվել, երեխեն ասում եմ մեկ ասում է հանգիստ քնած է, ասեց հենց հիմա զանգի բան, AAA։ Այդ բանը թոանող այդ ընկերությունն է որ պրոբլեմ ունենում ես, հա։ Ու պարզվում է ես հետո իմացա, երբ որ դու ասում ես հեռախոսով baby in a car, երեխա կա մեքենայի մեջ մնացած, ամենամոտիկ AAA աշխատողը ուր էլ որ գնում է, պիտի ամեն ինչ թողնի ու գա այդտեղ։ Եվ իսկապես 2 րոպե չտևեց, 3 րոպե մեկ է տեսնեմ այդ տղաները եկան։ Այնպես որ հա, էլի հենց երեխա բառը ասում ես, ամեն ինչ փոխվում է մի անգամ։ Մի անգամից։ Դեռքիրա։ Դե ինչպես ասացինք, լավ, մեր հաղորդման վերջին հատվածում միշտ ուտելիքը անպակաս է մեր զրույցներից, ժամանակին մի ամբողջ էջ էինք նվիրում, հա, մի 7-8 տարի առաջ ամբողջական էջ կար։ Երևանի ամենահայտնի սննդի կետերից մեկում հավի շաուրման կասեցրել են մարդիկ թունավորվել են հիմա ժողովուրդը ինչ ա ուտելու ինչ ա ուտելու կրակին օլալա հավը ամենավտանգավորն է բարեկամներ թունավորվելու իմաստով ինչքան էլ անմեղ ա թվում այդքեր բեք բայց իր մոտ այնքան բաներ կան որ մի քիչ լավ չեպես արդեն վերջ է այդպես նկարը բայց որ նայում ես շաուրմայի ազնվությունն է ուղղակի էլի սենց արիստոկրատ բան կամ Չէ, որ կանաչիները սենց Երևան բան։ Լաբորատոր փորձարկման արդյունքում արձանագրվել է հավի շաուրմայի արտադրատեսակի աղիքային սուպիկի խմբի մանրեներ։ Մեզիոֆիլ, աերոբ եւ անաերոբ ֆակուլատիվ մանրեներ։ Դες լիքը մասնագիտական տերմիններ է բարեկամներ էստեղ գրված, եւ այդ ամենը բնականաբար չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնագրքին, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հանրային սննդի օբյեկտի արտադրական ողջ գործունեությունը արգելվել է։ Բայց դա քիչ է, դա պիտի պատժվեն այդ մարդիկ։ Պատժի մասին բան չկա, որ մյուս անգամ չանեն, թե չէ փակելը որն է, այ քեզ բան։ Դա ինչ է գրած, կասեցվել է, շակերտներ, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումներ վերացնելը։ Այսինքն ասում եմ, թունավորվել են ինչ են եղել, մակրեք լվացեք։ Մյուս անգամ ավելի ուշադիր կլինեք, էլի։ Ջանդապ մի քանի հոգի հիվանդանոց չի ընկել։ Չէ, սա շատ լուրջ է։ Շատ լուրջ է, զգուշ եղեք բարեկամներ, մանավանդ այս շոկ վիճակներին եւ այլն։ Ես որ եղել է էլի Հայաստանի այդ շաուրմա սարքողների բաների sense դեմքին նայում ես, այդ մարդը երևի չգիտի ինչ է այդ հիվանդությունը, որտեղ ինչ պետք է լինի, հավը որն է, բացարձակ կոբը ինչ է, բացարձակ։ Երևում է էլի որ մի սայրի այ բաշուն ագել է մի օր տենց փողոցում անցնում էի, սոված էի, ասի մի կտոր բան ուտեմ, շտապ ուշանում էի ասեցի ինչ է, նա ասեց խառն է, խառը որն է, դե հավել կա, բան էլ կա, ասեց ջղայն արդեն, ես ադավ ասի, շնորհակալություն, պարզ արդեն, խառն է էլի, քրքրիր քո հարցերով էլի, խառը շաուրմա, շատ լավ, իրեւ խառը շաուրմա թափառող կենթայիներ չկան, եթե նկատել եք, ուրեմն խմիչք էի պատվիրել, հա, մի բաժակ բառում, մեկ էլ այդ
կինը այդ բանը որ բերում է, տեսնեմ այդ կարմիր մի հատ sense հեղուկ ա բերել բարձր բանում, որ չեմ պատվերել, ասում եմ, «Էս ինչ է»։ Ասում է, «Սոկ է»։ Ասում եմ, «Ինչի սոկ է»։ Համար դե սոկ ախմի էլի։ Արա ինչու ես պետք է իմ օրգանիզմի մեջ մտցնեմ մի բան, որ ես չգիտեմ ինչ է, ինչ էսենցիայից է սարկած կամ ինչ է, սուր դենց բանի հոտով, էլի կարմիր ինչ որ հեղուկ էր։ Զզվցրիր էլի, խմի էլի սոկ ասեցինք, այ մարդ սրանք կյանքներս կերան բան, այս տարբերակով էլի։ Ինչև է լավ։ Դե ինչ, այսքանը Ժամը լրացավ, այո։ Այսօր չորեքշաբթի կհանդիպենք 5 շաբթի։ Դու երբ ես գալիս, Ռաֆայել։ Դեռ կա, դեռ 2 շաբաթից ավել կա։ Կասեմ օրը հստակ։ Որտեվ ես էլ եմ արդեն արձակուրդ մտածում գնալ, հա։ Այդ ընթացքում կարող անենք, եթե հենց անենք, բացակայոր մենակ չմնամ, հա, մի հատ խոսենք հասկանանք։ Հենց այդ է էլի հա։ Սեպտեմբերի միջև սկիզբ չեք սպասի։ Ինչև 7-6-7։ Սեպտեմբերին էլի։ Հա, 6-7։ Այդ կողմերն անգնելու Ընտիրը։ մոտավորապես։ Ընտիրը։ Հա։ Որտեվ մենակ չեմ այս անգամ էլի մի քանի հոգով ենք հապտի բանալ բոլորի հետ հարմար։ Այո, որ հարմար լինի։ Okay, դե եկեք տենց։ Եղավ սիրելիներ, ինչ վաղը, լավ եղեք։ Այսքանը։ Դերենիկին ցտեսություն ենք ասում բարեկամներ հանդիպելու ակնկալիքով։ Այո, ես շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, շնորհակալ եմ մեր բոլոր ռադիոլսողներին, մեր բոլոր գործընկերներին, բոլորին հուսամ մենք զրույցները, որ ծավալում ենք, հետաքրքիր են ձեզ եւ առավոտվա եւ երեկոյի այս թրաֆիկի ժամերը լցվում են ինչ-որ, հա, այդ զրույցներով, որոնք գուցե շարունակվում են օրվա ընթացքում, ով գիտի։ Աշխատում ենք ձեզ համար հարգելի բարեկամներ, շնորհակալ ենք մեր գործընկերներից, որ մեզ հետ են եւ մեր կողքին, առանց գործընկերության հնարավոր չէ, ինչպես Տերնիկը քիչ առաջ ասեց, այո։ Գալիս եմ եւ քանի որ մի քանի կարևոր միջոցառման եմ մասնակցելու, մեկ շատ հարազատ մարդու թորնիկի, հա, մկրտության արարողությանն եմ մասնակցելու, ծնունդ ունեմ շատ հոբելյար ունեմ վարելու հոբելյարի հրավերով եւ հարսանիք 3 կարևոր միջոցառում։ Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան, հա, այդ իմ Լոս Անջելեսում գտնվելու ժամանակահատվածը, որպեսզի ասենք, թե ծնունդ ունեք, միջոցառում ունեք, հարսանիք նշանադրեք, չգիտեմ ինչ որ գեղեցիկ միջոցառում, որ ես անցկացնեմ ու ես ներկա լինեմ, մեծ սիրով կարող ենք համագործակցել, կան մարդիկ, ովքեր մեր գործընկերության թիմին կարող են միանալ, սիրով կարող ենք միասին համագործակցել։